Բոլորիդ ողջունում եք Տեր Հիսուսի անունով, սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ 1955 թվականին մեծ տպաքանակով մի գիրք հրատարակվեց, որի անունն էր Գինեսի ռեկորդների գիրք։ Եվ դրանց մեջ առաջի անգամ հավաքվեցին այն բոլոր ցուցանիշները, որոնք մարդկության կողմից արձանագրված էին, մարդկային կարողությունների չափանիշները, բնության երևույթների առանձնահատկությունները, ասենք ամենաբարձր գրանցված ջերմաստիճանը կամ ամենացածր գրանցված ջերմաստիճանը, նրա մեջ գրվեցին անձնավորությունների անուններ, ովքեր որ մրցանիշներ էին սահմանել, դրանք կլինեին սպորտային խաղերի մեջ, օրինակ հավաքված միավորների քանակ կամ խփած գոլերի քանակ, նաև գրանցվեցին ցուցանիշներ, որոնք առաջի հայացքից կարող են ծիծաղելի թվալ, օրինակի համար ամենաերկար եղունգներ ունեցող մարդը, կամ ամենաերկար մազեր ունեցող մարդը, կամ 10 րոպեում ամենաշատ հատդոգ կերած անձնավորության անունը, կամ ամենաերկարակյաց մարդու անունը, նաև այսպիսի օրինակ ամենածանրաքաշ կատվի եւ նրա տիրոջ անունը, եւ քանի որ մրցություն է, ոմանք ովքեր որ կատուներ են պահում, այդ մրցության մեջ մտան եւ փորձեցին իրենց կատուներին այնպես գերացնել, որ այդ չափանիշը կարողանան անցնել եւ իրենց անունները գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։ Մի խոսքով ամենաների մի ամբողջ հավաքածու շատ ու շատ բազմաթիվ ռեկորդային ցուցանիշներ, որոնք առաջի հայացքից շատ տպավորիչ են թվում, բայց դրանք միայն 4 թվեր են, անխոս թվեր են։ Սակայն աշխարհի մեջ կան ռեկորդներ, ամենաներ, որոնք Գինեսի ռեկորդների գրքում երբևէ չեն մտել եւ չեն էլ գրանցվելու, որովհետեւ աշխարհը այդ ռեկորդներ, այդ ցուցանիշները չգիտի եւ չի էլ ընդունում։ Դրանք Աստծո կողմից տրված ամենաներ են։ Եվ այսօր սիրելիներ, Տիրոջ շնորհքով Հելեն քրոջ հետ միասին պիտի խոսենք այդպիսի ցուցանիշների մասին։ Ամենաներ, որոնք աշխարհի մեջ ընդունված չեն կամ մարդկանց շրջանում հայտնի չեն։ Այո, ամենաներ, որոնք միայն Սուրբ Գիրքը մեզ տեղյակ կպահի դրանց մասին։ Հիմա գիտենք, որ աշխարհը ինչ անխաղաղ վիճակի մեջ է, մարդիկ ինչքան վախեցած վիճակների մեջ են, աշխարհի ներկա կյանքը ամբողջությամբ անորոշության մեջ են։ Ինչ է կարծում, որն է այսօր աշխարհի ամենամեծ պետքը, եթե նայելու լինենք հոգևոր տեսանկյունից մանավանդ։ Եթե աշխարհի տեսանկյունից նայելու լինենք, ամենամեծագույն պետքը նյութն է։ Երևի դրամը, ունեցված կարողություն, պատիվ, փառք։ Գիտենք, որ կյանքը շատ դժվարին պայքարն է մարդուս համար։ Անհույսությունից է, որ այսօր մարդիկ այսպես անխաղաղ վիճակի մեջ են ապրում։ Առաջի բանը, որ այսօր աշխարհին ամենամեծ պետքն է, դա հույսն է։ Հույս, որ աշխարհը միայն որպես բառ գիտի դա։ Կհուսան, իրար կմաղթեն, իրար կցանկանան, բայց իրականում այդ հույսը անկենդան մի բան է իրենց համար։ Կյանք չկա այդ հույսի մեջ։ Անհույսությունից է, որ մարդիկ այսօր ինքնասպանություն են գործում եւ գնալով նրանց թիվը շատանում է։ Կյանքի դժվարություններին չկարողանալով հաղթահարել, ստիպված են լինում նրանք անհույսության մատնվելով, ստիպված են լինում դիմել դրագի, թմրեցուցիչների, կամ խմիչքի, կամ թղթախաղերի, կարծես թե փորձելով մի կերպ մոռանալ իրենց վիճակները կամ կարծես ձերբազատվել ձևով այդ իրենց վիճակներից, սակայն իզուր է անցնում ամեն բան։ Առաջի բանը, որ հուսահատությունը մարդուս վրա գալիս է, դա սատանայից է։ Սատանայի ամենամեծ թակարդներից մեկն է հուսահատությունը, որ շատ անգամ իրեն հաջողվում է նույնիսկ մեր հավատացյալների շրջանակի մեջ, որ երբ որ մի իրավիճակ է առաջ գալիս
անընդհատ առաջի բանը, որ միտքն է բերում մարդկանցը, վայ, ինչ պիտի անեն, ինչ պիտի լինի, ինչպես պետք է այս վիճակից ես ազատվեմ։ Եվ այսպես վայ անելով մարդկանց ուշադրությունը սատանան ուրեմն կտրում է Աստծուց, կտրում է Քրիստոսից եւ իրենց եւ իրենց ուշադրությունը դարձնում է դեպի իրենց իրավիճակները, որ անելանելի մի վիճակ կա նրանց համար։ Եվ այնքան է մարդկային ուղեղը մթագնեցնում սատանան, որ մարդը փոխանակ վեր նայելու ամեն վտանգավոր քայլի կդիմի, բացի Աստծո։ Եվ երկրորդ պայմանը, որ հուսահատությունը մարդկանց մեջ այսքան շատանում է, որ հույս է պետք այս աշխարհում մարդկանց, այն է, որ մարդը իր իմաստությանը, իր եսին եւ իր ուժին է, որ վստահում է, որ ես գիտեմ, ես կարող եմ, ես դժվարություն չունեմ, բայց վերջում տեսնում ես, որ ապարդյուն իր ամբողջ այդ եսերը, իր գիտեմները, իր կարողեմները եւ հակառակն է լինում եւ մեծ հուսահատություն է առաջանում մարդու մոտ։ Ինչ է հույսը, որուքով է այն, ինչպես կարելի է նրան հասնել ձեռք բերել եւ սեփականացնել այդ հույսը։ Հույսը ամենամեծ խարիսխն է մարդու փոթորկված կյանքի մեջ։ Նայենք թե ինչ է ասում Աստված իր խոսքի մեջ հույսի մասին։ Փառք Աստծո, որ կյանքի ցանկացած հարցի պատասխան այսօր Աստվածաշունչը ունի, մեր Սուրբ Գիրքը ունի։ Սուրբ Գիրքը բանալին է իրական հույսի։ Այսօր մեծ տարբերություն կա վերստին ծնունդ ունեցող հավատացյալի եւ ոչ վերստին ծնունդ ունեցողների միջև, որովհետեւ հավատացյալը, որը վերստին ծնունդ ունի, որը կենթանի Աստված Տեր Հիսուս Քրիստոսը կենթանի հույսը իր մեջ է, նա վստահ գիտի թե ում է հավատացած եւ ում է վստահում։ Եվ ինչպես Աստված ասում է, այդ հույսը ամոթով չի թողնի։ Պողոս առաքյալը իր Տիմոթեոսին գրած թղթում առաջին Տիմոթեոս առաջին գլուխ առաջին համարում այսպես է գրում, որ մեր հույսը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Վստահեցնում է դա առաջավոր մեզի, որ այսօրվա մարդկության բոլոր Քրիստոսին հավատացողների հույսը ինքը Տերն է։ Եվ այդ նույն թղթի առաջին Տիմոթեոս 4-րդ գլխի 10 համարում առաքյալը շարունակում է ասելով, որ քանզի մենք կենթանի Աստծո հուսացած ենք, որ բոլոր մարդկանց փրկիչն է մանավանդ հավատացյալներուն։ Երբ Քրիստոսը կապրի սրտիդ մեջ, կապրի կյանքիդ մեջ, կնշանակի, որ դու հույս ունես ապրելու համար։ Եթե Քրիստոսը գտած ես, ընդունած ես նրան որպես քո կյանքի Տեր ու Փրկիչը, պատճառ չունես այլևս հուսահատվելու, որովհետև պետք է հիշես, որ քո հույսդ կենթանի է եւ այդ հույսդ երբեք քեզի ամոթով չի ձգեր։ Եթե այսօրվանից սկսյալ քայլես դու Տեր Հիսուս Քրիստոսի հետ, քո այդ անվերջանալի հուսահատությունը նա պիտի փոխի անվերջանալի հույսով լցված երջանիկ կյանքի։ Հարցումս քեզի այս է այսօր. ով կամ ինչի վրա է քո հույսդ, որու է որ կհուսաս։ Մարդոց Թե ոչ հույսդ քո հարստությունդ է, քո գիտությունդ, տիտղոսդ, փառքդ, աթոռդ, կոչումդ եւ այսպես դիրքդ, եթե հույսդ այդ է, հապա լսեր թե Աստված քեզ ինչ կսե իր խոսքի մեջ։ Եթե հույսդ մարդկանց վրա ես դրած, Աստված ասում է, որ անիծյալ է այն մարդը, որ մարդոց կհուսա։ Այո։ Իսկ եթե հույսդ հարստությունդ է, Աստված նորեն ասելիք ունի քեզ, առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխ 17 համարում այսպես է գրված. Այս աշխարհի մեջ հարուստ եղողներին պատվեր տուր, որ անստույգ հարստության վրա հույսերին չդնեն, հապա կենթանի Աստծո վրա։ Իսկ եթե գիտությանդ վրա ես հուսացած, նրա պատասխանն էլ Աստված ունի։ Թուղթար առաջին Կորինթացիս 3-րդ գլուխ 19 համարում այսպես է գրված. Աստված այս աշխարհի իմաստությունն ու գիտությունը հիմարացուց։ Քրիստոսի վրա հաստատված հույսը կչեզոքացնի կյանքի անհույսությունը։ Դու այսօրվանից սկսյալ կրնաս հույս եւ վստահություն ունենաս վաղվա համար, եթե այսօր քայլես Տեր Հիսուսի հետ։ Այս վատ լուրերով լցված աշխարհի մեջ, այս չար աշխարհի մեջ, որ ամեն օր մենք կլսենք միայն վատ լուրեր, մեր միակ հույսը Քրիստոսի փրկության բարի լուրն է, որ եթե այսօր կյանքում հուսահատ ես, քո կյանքի տիրավիճակներից, այս աշխարհից կա քեզի համար կենթանի հույս, եթե փնտրես, պիտի գտնես, եւ հեռու չէ այդ հույսը։ Տեր Հիսուս Քրիստոս, որ պատրաստ է ամեն իրեն դիմողին իր կյանքի մեջ կա եւ անհույսությունը հույսի դարձնի։
եւ այս ամենամեծագույն հույսը, Աշխարհի, այո։ որ Քրիստոսն է, այս մասին Գինեսի ռեկորդների գրքում գրված չէ, այլ գրված է մի գրքում, որի անունն է Սուրբ Գիրք, Ամեն։ Աստվածաշունչ։ Աշխարհի ամենամեծ հաստատությունը։ Աշխարհի մեջ գոյություն ունեն քաղաքական, տնտեսական, մշակութային շատ հաստատություններ։ Դրանցից ամեն մեկը իրենց նպատակ ունի։ Քաղաքական դաշտի մեջ քաղաքական կուսակցությունները պայքարում են, որպեսզի կարողանան առաջնակարգ տեղեր գրավել, իշխանական թևի վրա հասնել եւ իշխանություն ունենալ, առևտրական կազմակերպություններ, հաստատություններ ջանում են բարձր տեղեր գրավել, նաեւ դրամական մեծ եկամուտներ ապահովել եւ այդպիսով մրցակցության մեջ կարողանալ առաջ անցնել։ Մշակութային հաստատություններ, նաեւ կրթական հաստատություններ շատ կան։ Ամեն մեկ իրենց նպատակ ունի, ունեն իրենց կառույցը, իրենց նախագահները, սուպերվայզերներ, մենեջերներ եւ ջանում են ամեն ջանք դնում են, որպեսզի իրենց հաստատությունը ավելի բարձրանա, ավելի բարձրակարգ տեղ գրավի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ միավորված ազգերի կազմակերպությունը հաստատվեց, աշխարհի համար կարծես թե հույս եկավ, որ այս կազմակերպությունը, այս հաստատությունը աշխարհի բոլոր խնդիրները պիտի լուծի։ Պիտի կարողանա բոլոր ազգերին եւ պետություններին համախմբել եւ մեկ պիտի դառնան աշխարհի վրա, խաղաղություն պիտի լինի։ Տարիներ անցան, հիասթափություն եկավ, որովհետև եղան փոքր պետություններ, որոնք անգամ միավորված ազգերի կազմակերպության որոշումները ի գործ չդրեցին։ Եվ տեսնում ենք, որ հաստատությունները կան, բայց սրանք մեծագույնը չեն, կարող ենք ասել։ Մեծագույն կարող է համարվել այն հաստատությունը, որի գործունեության շրջանակները եւ որի բերած օգուտը մարդկության համար ամենամեծագույնը կլինի։ Օրինակ 1793 թվականին Անգլիայում հաստատվեց լեյբորիստների կուսակցությունը եւ բրիտանացիները մեծ հույսեր կապեցին նրա հետ, որ նրանով Անգլիան պիտի ծաղկի, մեծ առաջընթաց պիտի ունենա։ Սակայն նրանք էլ իրենց խոցելի կողմեր ունեցան, այնպես որ բոլորն էլ այս կամ այն չափով իրենց կարգի մեջ իրենց թերություններ ունեն, իրենց տկարություններ ունեն եւ մրցակցությունը այնպեսին է աշխարհի մեջ միշտ էլ հաղթանակ եւ պարտություն սկզբունքները կա այդ հաստատությունների մեջ, նրանց գործունեության մեջ։ Մի հաստատության մասին եմ ուզում խոսել, որի մասին շատերը չգիտեն։ Այս հաստատության անունը եկեղեցի է։ Շատերի համար եկեղեցին դա մի շինարարական կառույց է, շքեղ այն կարող է շենք լինել, սակայն մենք բացահայտենք, թե ինչ է նշանակում եկեղեցի։ Նախ եկեղեցին գալիս է հունարեն էկլիսիա բառից, որ նշանակում է դուրս կանչված ժողովուրդ։ Դուրս կանչված ժողովուրդ։ Էկլիսիան շենք չէ։ Էկլիսիան անհավատ հոգաբարձուներից եւ պաշտոնյաներից կազմված մի խումբ չէ։ Էկլիսիան վերստին ծնունդ ունեցող հավատացյալներից կազմված այդ կառույցն է, որ կարող ենք ասել սա օրգանիզմ է, գործող օրգանիզմ է։ Եթե մնացած բոլոր կառույցները աշխարհի սկզբունքների հիման վրա են հաստատված, այս կառույցը, այս օրգանիզմը, գործուն օրգանիզմը հաստատված է Քրիստոսի վրա։ Դրա համար սա կենդանի մի օրգանիզմ է, որի թե հիմքն է Քրիստոս եւ որի նաեւ գլուխն է Քրիստոս։ Եկեղեցին հանդիսանում է Քրիստոսի մարմինը եւ սա սքանչելի ու մեծագույն մի խորհուրդ է, որ հարյուրամյակներ շարունակ ծածկված էր, անգամ մարգարեներից ծածկված մնաց, քանի որ մարգարեները
կարծես երկու լեռների գագաթները տեսան եւ այն հովիտը, որ եկեղեցի հովիտներ 2000 տարվա շրջանը նրանք չտեսան։ Պողոս առաքյալի միջոցով Աստված Եփեսացիս թղթի մեջ մանավանդ բացում է մեզ եկեղեցի խորհուրդը, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ Քրիստոսը այդ եկեղեցին ունենալու համար իր կյանքը դրեց, իր արյունը թափեց, որպեսզի այդ եկեղեցին իրը լինի։ Այսօր շատեր կան, որ հավակնում են այդ բանի համար, որ ամենամեծ կառույցը, ամենամեծ հաստատությունը իրենցն է։ Օրինակ դու ինչ կարծիք ունես։ Այսօր օրինակ եթե եկեղեցի մասին խոսենք շինության Salt Lake City-ում մորմոնները իրենց ամենամեծ տաճարը, որ իրապես շքեղություն է, նրանք համարում են, որ իրենց տաճարն է, կամ Եհովայի վկանները ընդունում են, որ իրենց կազմակերպությունը, այդ շենքը, այդ եղածը ամենամեծն է, եթե ամենամեծ հաստատությունն է։ Բայց Աստված մեզ բացահայտում է հետևյալը. մի հաստատություն, եւ խոսեցինք, որ դա մարդկանց խումբն է, կենդանի գործոն, մի օրգանիզմ եւ ոչ թե այս կամ այն քաղաքում, ոչ թե այս կամ այնտեղ, այլ ամենուրեք Աստված իր ժողովուրդ ունի, քանի որ Քրիստոսի մարմնի մեջ կան թե հայեր, թե եվրոպացիներ, թե ամերիկացիներ եւ նաեւ թե իսլամից քրիստոնեության դարձած բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ սրտով Քրիստոս ընդունեցին, նրանք բոլորը կազմեցին Քրիստոսի մարմինը։ Եվ Քրիստոսի մարմինը զարգանում է, ինչպես առաքյալն է ասում, այդ խաղերը եւ այդ բոլոր միացումները Աստծո սիրով եւ Աստծո գիտությունով մեկտեղ կաճի եւ գլուխը Քրիստոս է։ Ամեն։ Այս հաստատության մեկ այլ չափանիշ ասենք, որ եկեղեցին կազմում է Քրիստոսի հարսը։ Եվ Սուրբ Հոգին այդ հաստատության մեջ գործող ուժն է, կենդանի ուժը, գիտակից ուժը, որ այդ եկեղեցին այդ հարսին պատրաստում է իր փեսայի առջև հանելու։ Եվ եկեղեցու մեծագույն առաքելությունը սա է։ Եկեղեցին կանչված է Աստծո խոսքը տարածելու աշխարհի բոլոր անկյուններում, ճշմարտության խոսքը շիտակ բացատրելով։ Միայն այդ խոսքի զորության միջոցով է, որ մարդու սիրտը կփոխվի, մարդ իր չար ճանապարհներից հետ կդառնա եւ կկազմի ճշմարիտ եկեղեցու մեկ անդամ։ Ուրեմն աշխարհի ամենամեծագույն հաստատությունը եկեղեցին է, նորից Գինեսի ռեկորդների գրքում գրված չէ, բայց Աստված հռչակում է, որ դա ամենամեծ կառույցն է։ Անշուշտ հետաքրքրված չեն լինի, որովհետև այն ինչ որ Աստծուն է վերաբերվում, Աստծո խոսքի մեջ է գրված, աշխարհը հետաքրքրված չի դրանով։ Աշխարհի ամենամեծ հերոսները։ Հերոսներ։ Օրինակ աշխարհի տեսանկյունից եթե նայելու լինենք, Սովետ միությունում ենք ապրել, շատ ենք լսել, ասենք Պավլիկ Մարոզով կամ Հունան Ավետիսյան կամ Լյուբով Շևցովա, այս մարդիկ իրապես իրենց կյանքը տվեցին, ասենք գաղափարի համար, իրենց կյանքը զոհեցին։ Հայրենիքի համար, երկրի համար։ Հերոսներ շատ են եղել աշխարհի մեջ, ասենք հռչակավոր թագավորներ կամ զորավարներ, որոնք հերոսացել են։ Հիմա նայենք Աստված ինչ է ասում հերոսների մասին։ Հերոսները իրականում այն մարդիկ են, որոնք իրենց երկրավոր կյանքում, իրենց գործերով, ցևով մկարծես անմահացան։ Նրանց մասին գրվեցին գրքեր, լեգենդներ, պատմություններ եւ պատմվեցին, այսպես փոխանցվեցին սերնդե սերունդ։ Եվ այդ հերոսը ձևով մկարծես անմահացավ այդ գրքերով կամ պատմություններով։ Գրեթե բոլոր ազգերը եւ ժողովուրդներն ունեն իրենց հերոսները։ Հերոսներ ունենք եւ մենք մեր հայոց պատմությունից։ Այո։ Որ ամեն հայի պարտքն է հիշելու մեր քաջ Վարդան Մամիկոնյանը։ Հերոսներ ունենք, օրինակ, համաշխարհային պատերազմից, հայրենական մեծ պատերազմից, ամեն թե սովետական միության ժամանակ Հայաստանը եւ այլն։ Այս հերոսներին բարձրացնողը եւ պարգևատրողը աշխարհն է, մարդն է։
Եթե հիշենք, ասացիդ պես սովետական միության հերոսի կոչում էին տալիս, կամ սովետական միության կրկնակի հերոսի կոչում, տվողը մարդներ, այսօր այդ իշխանությունը փլուզվեց, չկա, իր կոչումներն էլ իր նման փլուզված են, բանի տեղ կարծես չհասավ։ Մանավանդ Բրեժնևի կառավարության ժամանակ տասնյակ հազարավոր մեդալներ տրվեցին, հերոսի կոչումներ աճ ու ձախ շատ բաժանվեց։ Բայց որևէ բանի չհասավ։ Սակայն այս բոլոր հերոսների կողքին կան նաև ուրիշ հերոսներ, որոնց մասին միայն Սուրբ Գիրքն է խոսում։ Աշխարհ հետաքրքրված չէ նրանցով։ Եվ այս հերոսները աշխարհիկ հերոսներից մեջ այս հերոսների եւ աշխարհիկ հերոսների միջև շատ մեծ տարբերություն կա։ Սրանք այս հոգևորները հոգևոր կյանքում Սուրբ Գրքի գրված հերոսները նրանք ոչ թե հերոսացան այս կամ այն ազգի համար, այս կամ այն պատերազմի մեջ, իրենք հերոսացան համայն մարդկության համար, մարդկության փրկության համար, Քրիստոսի ավետարանի համար, եւ այս մարդկանց հերոսի կոչում տվողը եւ շքանշանի տեղ փառած պսակ տվողը ինքն է ամենակալ Տեր Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Տեսնենք ովքեր են Սուրբ Գրքի հերոսները։ Առաջին Կորինթացիս առաջին գլուխ 26-րդ համարի մեջ Պողոս առաքյալն այսպես է գրում. Եղբայրներ, ոչ թե մարմնի կողմանից շատ իմաստուններ, եւ ոչ թե շատ զորավորներ, եւ ոչ թե շատ ազնվականներ կանչվեցան, հապա Աստված աշխարհիս հիմարները ընտրեց, որպեսզի ամոթովն է իմաստունները, ու աշխարհիս տկարները ընտրեց Աստված, որպեսզի ամոթովն է զորավորները, աշխարհիս ցած ազգիններն ու անարգներն ընտրեց եւ ոչինչները, որպեսզի փամը եղողները խափանե, որպեսզի մարմինը Աստծո արչեւ չբարձենա։ Սուրբ Գրքի հերոսները աշխարհի ամենամեծագույն հերոսներն են։ Մարդիկ, որ խավար աշխարհին Քրիստոսի ավետարանի անշեջ լուրը տարածեցին իրենց կյանքի գնով։ Տեր Հիսուսը իր աշակերտներն ընտրեց, երբ ընտրեց նրանք գրագետ, բարձրաստիճան մարդիկ չէին, այլ պարզ ձկնորսներ, անուս մարդիկ, մաքսավորներ, որոնք չսիրված էին ժողովրդի կողմից։ Եվ Աստված նրանց իրեն առաքյալներ դարձրեց, եւ ողջ աշխարհը հեղաշրջեց նրանցով իր խոսքի զորությամբ, եւ մինչեւ այսօր այդ նույն առաքյալների գրված թղթերը, որոնք Սուրբ Հոգու ներշնչումով էին գրված, շարունակում են խավարի մեջ պտտող մարդկությանը լուսո ճամփան ցուցնել եւ մարդկանց կյանքերը հեղաշրջել։ Առաքյալները հերոսաբար հավատարմորեն կանգնեցին ավետարանի տարածման գործին, մինչև իմա։ Նրանք անմնացորդ նվիրվեցին իրենց սրբազան գործին, մինչև իսկ ամենածանր տանջանքները, հալածանքներ կրելով, ծեծվելով, բանտարկվելով, քարկոծվելով, խարույկների վրա այրվելով, սղոցվելով, գլխատվելով եւ ինչեր, եւ մինչեւ այսօր մեր ներկա օրերը մենք ունենք այսպիսի մեծ հերոսներ աշխարհի 4 կողմը տարբեր ժողովուրդների եւ ազգերի միջեւ եւ աշխարհ թշնամացած է այս հերոսների հետ, թշնամացած է նրանց հավատքին եւ աշխարհ թշնամի է առավել եւս նրանց հավատքի առաջնորդին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հասարակ եւ բարձ մարդիկ, որոնք դարձան առաքյալներ։ Պետրոս առաքյալը ողջ կյանքը ձկնորս էր, գալիլեացի, բայց երբ որ Սուրբ Հոգին նրա վրա եկավ, ինչ զորությամբ սկսեց Աստծո խոսքը քարոզեր, ոսկի եւ արծաթ չուներ, ոչ էլ քահանայապետ էր, բայց ուներ Սուրբ Հոգու զորությունը։ Կամ վերցնենք Մարիամի օրինակը։ Մարիամը աղքատ ընտանիքի զավակ էր, քահանայապետի աղջիկ չէր, ոչ էլ մի ինչ-որ հազարապետի, ազնվականի կամ բան, ինքը շատ խոնար, աստվածավախ մեկն էր, եւ այդքան կույսերի մեջից Աստված ընտրեց նրան եւ արժանացրեց Աստծո բացառիկ շնորհքին, Հիսուսի մայրը դառնալու եւ կանանց մեջ օրհնյալ կոչվելու։ Մեծ նկարագրերը հեշտությամբ չեն կերտվում, հապա չարչարանքներով։ Քրիստոսի վրա եղած հավատքը կարող է սովորական մարդկանցից արտասովոր հերոսներ դարձնել։ Աշխարհի հերոսների անունները գրված են միայն գրքերում, հուշարձանների եւ հուշակոթողների վրա, իսկ Քրիստոսի ու ավետարանի համար հերոսների անունները գրված են կյանքի կենաց գրքում, եւ ինչպես հայտնություն 20-րդ գլուխ 15 համարում է գրված, եւ ով որ կենաց գրքին մեջ գրված չգտնվեցավ, կրակի լիճի մեջ ցկվեցավ։ Ահա թե ովքեր են աշխարհի ամենամեծագույն հերոսները։ Այո, ճշմարտություն է, որովհետև Աստված է վկայում,
Սերներ մի փոքր դադարեցնենք, հոգևոր մի երգ լսենք, որից հետո մեր հաղորդումը կշարունակենք։ Ով մեղավոր վերև նայի Գողգոթայի խաչին փարվիր Տես չանարգես այլ ներս առնես Հիսուսով դու կյանքը գտնես Տես Հիսուսը բաց կատարած Նայում է քեզ աչքերն հառած Դու մոտեցիր կրծքին փարվիր Նրա շփտուն դեմքին դու Տես Հիսուսը բաց կատարած Նայում է քեզ աչքերն հառած Դու մոտեցիր կրծքին փարվիր Նրա շփտուն դեմքին դու նայիր Հիսուսը քեզ շուտ կների Քո հանցանքը նա կջնջի Թե դու նրա կրծքին փարվես Կյանքի խոսքեր դու կգտնես Տես Հիսուսը բաց կատարած Նայում է քեզ աչքերն հառած Դու մոտեցիր կրծքին փարվիր Նրա շփտուն դեմքին դու նայիր Տես Հիսուսը բաց կատարած Նայում է քեզ աչքերն հառած Դու մոտեցիր կրծքին փարվիր Նրա շփտուն դեմքին դու նայիր Ով մեղավոր դու շտապիր ու Հիսուսին դուրդ բացիր դու կգտնես երջանկություն ու հավիտյան կյանք ծնծություն Տես Հիսուսը բաց կատարած նայում է քեզ աչքերն հառած դու մոտեցիր կրծքին փարվիր նրա շփտուն դեմքին դու Տես Հիսուսը բաց կատարած նայում է քեզ աչքերն հառած դու մոտեցիր կրծքին փարվիր նրա շփտուն դեմքին դու նայիր նրա շփտուն դեմքին դու նայիր կրծքին փարվիր նրա շփտուն դեմքին դու նայիր Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր հաղորդումը այսօրվա մեր նյութը ամենաներ այսպես ասած ինչպես առաջին մասում խոսեցինք որ աշխարհի մեջ շատ ցուցանիշներ մարդկային կարողությունների չափանիշներ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում սակայն մենք Աստվածաշնչյան տեսանկյունից ենք խոսում, թե Աստված ինչն է հռչակում ամենամեծը։ Եվ Հելեն քրոջ հետ միասին առաջին մասում մենք խոսեցինք մի շարք բաների մասին, նաև հիմա խոսենք աշխարհի ամենամեծագույն տաճարը, կամ ասենք շինությունը։ Քո կարծիքով ո՞րն է։ Միգուցե Ռուսաստանում Վասիլի Երանելու տաճարը, կամ այստեղ World Trade Center-ները Նյու Յորքի կարող է լինել, այո, կարծիքներ շատ կարող են լինել, կամ downtown-ի, LA downtown-ի բարձրահարկ շենքերը, այո,
կարող են լինել կամ օրինակ ոմանց համար Թաջ Մահալ տաճարը Հնդկաստանում կամ ասենք Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարը, որ կառուցվեց փրկագնների, ինդուլգենցիաների հավաքած դրամով կամ ասենք Փարիզի Աստվածամոր տաճարը, շատ ու շատ մեծագույն շինություններ կան աշխարհի վրա, որ մարդիկ կարող են անverջ վիճաբանել այս կամ այն շինության վրայով, որն է ամենամեծագույն տաճարը։ Աստված մի մեծագույն տաճարի մասն է խոսում, որ միայն Աստվածաշնչով է փաստվում դա, եւ դա մարդկային մարմնի տաճարն է։ Սա մի մեծ խորհուրդ է, աշխարհից ծածկված խորհուրդ է, Գինեսի ռեկորդների գրքում էլ երբեք չեք գտնի այդ մասին գրանցված, ուրեմն մարդկային մարմինը իբրև ամենամեծագույն տաճար։ Ինչի համար։ Որտեվ այս մարմնի մեջ Աստված իր հոգիով գալիս եւ բնակություն է հաստատում։ Աստված իր պատկերի նմանության պես ստեղծեց մարդուն։ Աստված մարդուն միայն մարմին չստեղծեց։ Մարդը ունի անձ եւ իր մեջ կա հոգի։ Եվ երբ որ այդ բացությունը, այդ դատարկությունը Աստված իր հոգիով գալիս դլեցնում է, մարդը դառնում է տաճար Սուրբ Հոգու։ Այսինքն որտեղ որ Աստծո ներկայությունը կա, այնտեղ Աստծո ներկայությունն է, այնտեղ սրբություն է, այնտեղ տաճար է, այո, Աստծո համար։ Եվ մենք կարդում ենք Առաջի Կորինթացիս 3 գլխի մեջ երկու համարները այսպես են ասում. չգիտեք թե դուք Աստծո տաճար եք եւ որ Աստծո հոգին ձեր մեջ կբնակվի։ Եթե մեկը Աստծո տաճար ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի։ Վասի Աստծո տաճարը սուրբ է եւ դուք եք այդ տաճարը։ Ահա փաստված ամենամեծ տաճարը, որտեղ Աստված է բնակություն հաստատել։ Ինչպես հին ուխտի մեջ կար նախ անապատի խորանը կար, հետո երբ որ տաճարը կառուցվեց, 3 մասից էր բաղկացած. սրբություն սրբոց, սրբություն եւ դուրսի գավիթը։ Այնպես էլ մարդկային մարմինը, մեր էությունը այդպես երրորդությամբ է ստեղծված, ինչպես հոգին որպես սրբություն սրբոց, մեր անձը սրբություն եւ մեր մարմինը իբրև գավիթը, Աստված այսպես ստեղծեց մարդուն եւ ինքը ուզում է, որ ամեն մարդ դառնա տաճար Սուրբ Հոգու։ Միայն պայման կա, որ Աստծուն պիտի թույլ տանք, որ ինքը իր հոգիով գա եւ բնակություն հաստատի մեր մեջ, որպեսզի մենք դառնանք տաճար Սուրբ Հոգու։ Պետրոս Առաքյալը այս տաճարը հավաքականորեն է ներկայացնում։ Անհարթ իբրև Աստծո տաճար եւ հավաքականորեն։ Եվ Առաջի Պետրոս 2 գլուխ 5 համարի մեջ գրված է. Դուք էլ կենթանի քարի պես շինվեք հոգեվոր տաճար լինելու Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծուն հաճելի պատարակներ մատուցանելու։ Ահա սա էլ հավաքականորեն, ուրեմն անհատապես իբրև տաճար Աստծո համար եւ հավաքականորեն տաճար, որպեսզի Աստծուն հոգեվոր պատարակները մատուցանվի, երբ որ հոգեվոր հավաքույթներ կլինեն, երբ որ պաշտամունքներ կլինեն եւ դա կլինի հավաքականորեն կառուցված մի տաճար Աստծուն հաճելի պատարակներ մատուցանելու։ Իսկ հիմա աշխարհի ամենամեծ գիրքը Չափով, իր չափսերով, ինչպես տարողությամբ, մեծությամբ, հատորներով, կշիռով, որն է այդ մեծագույն գիրքը։ Աշխարհում շատ գրքեր են գրվել ու գրվում են եւ դեռ պիտի գրվեն։ Գրքեր, օրինակ բժշկական, գեղարվեստական, փիլիսոփայական, գիտական, գրվել են բառարաններ, գրվել են ինսայկլոպեդիաներ, հանրագիտարաններ եւ այսպես բազմազան միլիոնավոր գրքեր կան գրված։ Բայց ոչ մի կասկած չկա, որ աշխարհի ամենամեծ, ամենակարևոր, ամենաբացառիկ եւ իր տեսակի մեջ եզակի ու աննման գիրքը դա Աստվածաշունչն է, գրքերի գիրքը։ Աստվածաշունչը կգոյատևե 3500 տարիների ի վեր, եւ այն դարեր շարունակ, մինչեւ մեր ներկա օրերը ենթարկված է եւ ենթարկում է մեծ հալածանքների, անհատների կողմից, տարբեր կրոնների կողմից, երկրի անհավատ կառավարիչների, ղեկավարների կողմից եւ հեթանոսների կողմից։
բայց փառք Աստծո, որ որևէ մեկին չհաջողվեց եւ չի էլ հաջողվի, որ մեջտեղից վերցնեն Աստվածաշունչը, ոչ իրենց արգելքներով, ոչ իրենց հակառակություններով, ոչ հրկիզելով, այլ ընդհակառակը այն ապրում է ու դեռ կապրի, ու իր ճշմարտության լույսը կշողարցակի խավար աշխարհի մեջ, որպես մի փարոս, որ իրեն եկողին փրկություն կշնորհի։ Աստվածաշունչը պարզ ու հասարակ գիրք չէ, եւ այն մարդկային իմաստությամբ էլ չգրվեց, այլ այն կենդանի Աստծո խոսքն է։ Ճիշտ է, թեև այն գրված են 40-ից ավել կամ 40 անձանց միջոցով, բայց հարկ է նշել, որ գրքի իրական հեղինակը Սուրբ Հոգին է եւ խոսքը Աստծո կենդանի խոսքն է։ Պետրոս Առաքյալը իր թղթի մեջ 2 Պետրոս 1:21 համարում այսպես է ասում. «Վասնզի մարգարեությունը երբեք մարդոց կամքի մեջ պես չտրվեցավ, հապա Աստծո սուրբ մարդիկը Սուրբ Հոգիեն ներշնչված նրանք գրեցին, խոսեցին, իսկ 2 Տիմոթեոս 3:16-ի մեջ գրված է, որ ամբողջ գիրքը, այսինքն Աստվածաշունչը, ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ այն օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու եւ շտկելու, որպեսզի Աստծո մարդը կատարյալը լա ամեն բարի գործերի համար։ Աստվածաշունչը աշխարհի ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքն է այսօր։ Այն թարգմանված է գրեթե 1659 լեզուներով եւ ամենաշատ վաճառվող գիրքն է։ Տարեկան գրեթե 25-ից 30 միլիոն օրինակ է վաճառվում։ Աստվածաշունչի կազմությունը բացառիկ է։ Այն կազմված է 66 գրքերից, 39 հին կտակարան, 27 նոր կտակարան եւ այն գրված է 1600 տարվա ընթացքում, այսինքն Քրիստոսից առաջ 1500 թվականից մինչև Քրիստոսից հետո 100 թվականը, որ հայտնություն գիրքը գրվեց Հովհաննես Առաքյալի կողմից։ Անպատմելի եւ գերազանց է Աստվածաշունչի մարգարեությունները, որոնք գրված են հրյա ազգի համար, հեթանոսների համար, գրված է ազգերի համար, աշխարհի համար, գրված է թե Քրիստոսի համար, թե ուր պետք է ծնվի, ինչպես պետք է ծնվի, գրված է նաև ինչու՞ չէ մեր վերջին օրերում կատարվելիք դեպքերի եւ իրադարձությունների մասին։ Աստվածաշունչը բոլորովին տարբեր գիրք է աշխարհի վրա գոյություն ունեցող բոլոր գրքերից։ Բոլոր գիրք ասելով ի նկատի ունեմ թե պատմական, թե գիտական, թե փիլիսոփայական, թե գրական կամ որևէ գիրք, որ մինչև հիմա աշխարհում գրվել է, լինեն նրանք մատենադարաններում պահված, թե գրադարաններում կամ թե աշխարհի ամենամեծ եզակի թանգարաններում, տարբերություն չունի, նշանակություն չունի, Սուրբ Գիրքը ամենամեծագույնն է։ Սուրբ Գիրքը նաև բացառիկ ու անզուգական է եւ յուրահատուկ գիրք է, որովհետեւ այն ունի մարդկային կյանքի ցանկացած հարցի պատասխան։ Զարմանալի բան է, մի փոքր գիրք եւ այս գրքի մեջ ինչեր կա գրված, ինչ հարստություն, ցանկացած հարցի պատասխանը այսօր մարդ կարող է գտնել այս գրքով։ Լինի այդ հարցերը անհատական, ընտանեկան, ամուսնական, ընկերային, քաղաքական, սիրային, ազգային, կրոնական, մարդկային փոխհարաբերությունների եւ մանավանդ դասիրակչական, իմաստության եւ մանավանդ մարգարեական եւ վարդապետական։ Զարմանալին այն է, որ այդ 40 անհատները, որ այս գրքերը գրեցին, նրանք գրել են բոլորովին տարբեր ժամանակաշրջաններում, իրարից անկախ, տարբեր տեղերում, բայց երբ որ ժամանակին այս գրված գրությունները, այս 66 գրքերը իրար մոտ բերվեցին, այն հետաքրքրությունը եւ նրա աստվածային մեծությունը այն էր, որ այդ գրքերը մեկը մյուսին լրացնող էր, մեկը մյուսին, այո, ներդաշնակություն կար, այնքան շահկապված էր, որ զարմանալիորեն տեսնում էր, որ իրապես անհնարին էր մարդը գրեր այս գրքերը։ Իզուր չէ, որ Անգլիայի ժամանակի ամենամեծ մտածողներից Գլադստոնը այսպես է ասել. Այսօրվա եւ ընդհանրապես կյանքի մասին ունեցած որևէ հարցի պատասխանը իմանալու համար միայն մեկ միջոց, մեկ գիրք կա եւ այն էլ Աստվածաշունչն է, որը ոչ միայն բոլոր հարցերի պատասխանը ունի, այլև այդ հարցերի ճշգրիտ իրագործման լուծումը կտա։ Ահա թե որն է աշխարհի այսօրվա ամենամեծ գիրքը եւ այսօր կուզես ունենալ այդ գրքի մեջի եղած հարստությունը, բաց Սուրբ Գիրքդ, որտեղ Աստված պատրաստել է քեզ համար
ինչ գաղտնիքներ, ինչ հարստություններ, որոնք քանի դեռ գիրքը բացված չէ, նրանք մթության մեջ են, պահված են, ծածկված են, եւ այսօր Աստված պատրաստ է քեզի հայտնել, պատրաստ է հայտնելու բոլոր նրանց, ովքեր Սուրբ Գիրքը կբացեն։ Եվ մեկ բան կուզեի անպայման նշել, որ Սուրբ Գիրքը գիտենալը շատ լավ է, բայց անոր հեղինակը ճանաչելը ամենամեծակույնն է, որտեղ ճիշտ դրանով է, որ Աստվածաշունչը կտարբերի աշխարհի մեջ գոյություն ունեցող, սկիզբեն մինչև այսօր եւ դեռ հետո գրվող գրքերի թագուհին է, ամենամեծագույն, ամենալավագույն գիրքն է։ Այո, եւ այն կոչվում է Սուրբ Գիրք, կյանքի գիրք, վերստին ծնունդ տվող, Սուրբ Հոգից ներշնչված, իմաստության եւ գիտության գանձարան, փրկության ճամփա, խավարածին լույս տվող, աշխարհի մեծագույն հարստությունը, Ամեն։ երջանիկ հույսի ավետաբերը, անցյալի, ներկայի ու ապագայի անսխալական աղբյուրը, Փառք Տիրոջ, թուլացած ձեռքերը եւ ծալված ոտքերը զորացնողը, ցավի, վշտի փարատելու դեղն ու դարմանը, մեղքի թողության հրճակողը, մեռելների հարության անխափանելի հույսը բերողը, Փառք Տիրոջ, կարդա, սերտիր, սովորիր եւ մանավանդ հնազանդիր այս գրքին, Ամեն։ որտեղ Աստված ասում է երկինք ու երկիր պիտի անցնի, բայց իր գրածներից որևէ բան չպիտի մնա, որ չկատարվի։ Ուրեմն ընդունենք այս գրությունները եւ մեր կյանքերը պիտի փոխվեն։ Այո, Աշխարհի ամենամեծագույն կառուցողը։ Մենք հայ ենք եւ հաճախ բաներ կա, որ ուզում ենք ամենալավագույնը հայկականը լինի։ Օրինակ, եթե շատ հայորդիների հարցնենք, ամենամեծագույն կառուցողը շատերը կմատնանշեն Ալեքսանդր Թամանյանին։ Իրապես մեծ մեկը եղավ, որտեվ իր մտքի սքանչելի մտահղացումների իբրև արդյունք էին, որ Երևանի կենտրոնում այդ գեղեցիկ հոյակապ շենքերը կառուցվեցին հայկական շնչով, ասենք այդ կամարաձև շենքերը, որ այսօր Երևանին մի մեծ փայլ են տալիս։ Բայց մենք նայենք աստվածաշնչյան տեսանկյունները։ Ժամանակի Նեբրովտ անունով մեկը, որ գրված է Աստծո առջև մեծ որսորդ էր, ելավ եւ սկսեց մարդկանց հավաքել, քանի որ ջրեղեղը տեղեր ունեցել եւ Աստված ջրեղով մարդկությանը պատժել էր, հավաքեց մարդկանց, որպեսզի մի աշտարակ կառուցեն, Բաբելոնյան աշտարակը, խառնակության աշտարակը, եւ սա Աստծո դեմ ապստամբություն էր։ Ասաց, որպեսզի մենք մեզ անուն հանենք, որ չլինի, որ հանկարծ Աստված նորից ջրեղեղ անի եւ իրենց կորցնի, այլ իրենք կարողանան Աստծո դեմ կենալ։ Սակայն միջև օրս ով է կարողացել Աստծո դեմ կենալ։ Աստված խափանեց այդ մտահղացումը եւ ցրեց մարդկանց այնպես, որ մեկը մյուսին չկարողացան հասկանալ։ Նեբրովտի ժամանակվանից այդ գաղափարը աշխարհի միասնության կա։ Եվ 9-րդ դարից սկսած շարժում տեղ ունեցավ, սկսեց մեծ թափով, որ ազատ որմնադիրների շարժումն է, մեկ աշխարհի կառույց ստեղծելու գաղափարը, որ ներկայիս տեսնում ենք, որ մեծ ջանասիրությամբ ի գործ է դրվում աշխարհը մեկ հայտարարի բերելու, մեկ պետություն եւ մեկ կրոնական սիստեմ կառուցելու այդ գաղափարը, որ առաջի հայացքից թվում է լավ, բայց այն միայն Աստծո դեմ ապստամբություն է։ Եվ ինչպես Աստծո խոսքն է վկայում, Աստված պիտի շարժի, որպեսզի այն ինչ որ շարժվող է, քանդվի, անշարժ բաները իր թագավորությունը հաստատում մնա։ Եվ այդ մտահղացումը չպիտի իրականանա։ Թեև պիտի գա այն պահը, որ պիտի կառուցվի համաշխարհային մեկ պետությունը եւ պիտի հայտնվի հակաքրիստոսը ները, սատանայի որդին, այո, եւ իր իշխանությունը պիտի հաստատի շատ կարճ ժամանակվա համար, սակայն
Աստված պիտի խափանի այդ իշխանությունը Հիսուս երկրից եկած իր սուրբերի եւ սուրբ հրեշտակների հետ միասին երկրի վրա պիտի գա եւ իր հազարամյա թագավորությունը պիտի հաստատի։ Աստծո խոսքով մեզ հայտնում է մի մեծագույն կառուցողի մասին։ Առաջի հայացքից այն կարող է տարօրինակ թվալ, որտեղ այդ կառուցողը մեր հավատքն է, հետաքրիր է։ Աստված է հռչակում, որ դա մեծագույն կառուցողն է։ Ինչպես ենք հասկանում, Հուդայի 20-րդ համարի մեջ գրված է. Անձերնից շինեցեք ձեր ամենասուրբ հավատքի վրա եւ սուրբ հոգիով աղոթեցեք։ Մեր անձերի շինությունը մեր հավատքի վրա։ Հետաքրիր է։ Հավատքը ուրեմն շինող կառուցող հատկություն ունի։ Հավատքը Աստծո պարգևն է։ Հավատքը ինքը Քրիստոսն է։ Դրա համար Աստծո խոսքը ասում է. նայեք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին Հիսուս Քրիստոսին նայեք։ Եվ Պողոս առաքյալ Կորինթացիներին գրեց, որ մեկը չի կարող ուրիշ հիմք դնել դրվածից զատ, որ է Քրիստոս։ Որ է Քրիստոս։ Նա ամենամեծագույն խարիսխն է եւ նաեւ անկյունակարն է առաքյալների ու մարգարեների վրա շինված, որի անկյունակարը Քրիստոսն է։ Մի առիթով երբ որ Տեր Հիսուս Պետրոսին ասաց, որ ինչ են ասում իմ մասին, ով եմ ես, ասաց, որ ասում են, որ երևի Եղիան ես կամ Երեմիան կամ մարգարեներից որևէ մեկը։ Եվ այն հարցում են, թե իսկ դու ինչ ես ասում, ով եմ ես։ Եվ Պետրոս ասաց, դու ես կենդանի Աստծո որդին, Քրիստոսը։ Եվ Տեր Հիսուսի պատասխանը սա էր, որ երաների քեզ Հովնանի որդի, մարմին ու արյուն սա քեզ չհայտնեց, այլ իմ հայրս հայտնեց, այս մեծագույն խորհուրդը, այս առեղծվածը, որ աշխարհի համար կա եւ հաճախ մարդկանց համար մեծ գայթակղության պատճառ է եղել, Քրիստոսը, ամենամեծագույն խարիսխը մարդկության կյանքի եւ Աստծո խոսքը ասում է հետեւյալը Հովանու առաջին ընդհանրական թղթի 4 գլխի մեջ ասում է. Սիրելիներ, ամեն հոգի մի հավատացեք, ապա հոգիները քննեցեք, թե արդյոք Աստծուց են, վասի աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ են ելած։ Սրանով կճանաչենք Աստծո հոգին, ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած կդավանի, նա Աստծուց է։ Եվ ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած չի դավանի, նա Աստծուց չէ եւ նա ների հոգին է, որի համար լսեցիք եւ պիտի գա, որ աշխարհի մեջ է։ Ով որ Հիսուսին Քրիստոսից կառանձնացնի, Աստված հռչակում է, որ նա ների որդին է։ Կտրեմ հաջորդը։ Աշխարհի մեծագույն պատերազմը, ամենամեծ պատերազմը։ Մարդկության պատմության մեջ պատերազմներ շատ են եղել, երկիր երկրի դեմ, ազգ ազգի դեմ, եղել են ցեղասպանություններ եւ նույնիսկ աշխարհը իր պատմության մեջ գրանցել է երկու մեծ պատերազմներ, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները, այո, միայն 20-րդ դարում։ Սակայն նորեն, եթե Սուրբ Գրքի ճշմարտության տեսանկյունից դիտելու լինենք, պատկերը բոլորովին տարբեր է։ Ըստ Աստծո խոսքի բացարձակ անսխալական եւ ճշմարտության վրա ամենամեծագույն պատերազմը դա մարմնի եւ հոգու միջև եղած պատերազմն է։ Սուրբ Գիրքը շատ գեղեցիկ ձևով է բացատրում այս ճշմարտությունը։ Գաղատացի 5-րդ գլուխ 17-րդ համարում գրված է. Վասնզի մարմինը կցանկա հոգին հակառակ ու հոգին մարմնին հակառակ եւ ասոնք իրարու հակառակ են։ Այսինքն այն օրվան է, երբ մենք Տեր Հիսուս Քրիստոսը կընդունենք որպես մեր կյանքի Տեր ու Փրկիչ, մեր մեջ նոր բնություն կառաջանա, նոր էություն, նոր մարդ կծնվի եւ այս մեր նոր մարդը կձգտի ու կցանկա ապրել, հետևել Քրիստոսի պատվիրանքներին եւ այստեղ է որ կսկսի մարմին եւ հոգու պատերազմը, այսինքն մարմինը, մեր հին մարդը նորեն հետ կցանկանա ապրել իր հին ձևով
ինչ որ իրեն էր հաճելի, իսկ հոգին ոչ։ Ինչու հոգին այսպես հակառակ է մարմնին, ինչ է մարմնի գործը, որ հոգին դուր չէր գար։ Աստծո խոսքի մեջ շատ պարզ գրված է, Գաղատացիս 5:19, մարմնի գործերը հայտնի են, ասոնք են շնություն, գիճություն, կախարդություն, թշնամություն եւ այլ, կարող եք կարդալ, բացեք գիրքը եւ կարդացեք, նայեք ինչ պարզ ձևով գրված է։ Առաջին Հովանու 2:16-ի մեջ գրված է, ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանությունը հորմեն չեն։ Այնպես որ մարմինը կցանկանա այս աշխարհի վայելքն ու հաճույքը եւ որը մեղքի առաջնորդում, իսկ հոգին կցանկանա միայն այն ինչ որ աստվածային է, կխորհի աստվածային խորհուրդների մասին եւ ասում է ձեր վրա հագեք Տեր Հիսուս Քրիստոսը եւ մարմնի ցանկություններին հոգ մի տանեք։ Այո, աշխարհի ամենամեծ պատերազմը մարմնի եւ հոգու միջև եղած պատերազմն է։ Եթե կուզես այսօրվանից այդ պատերազմի մեջ հաղթող լինես հոգիով, ապա այսօրվանից հանձնվիր Տեր Հիսուս Քրիստոսին եւ ինք քեզի համար այդ հաղթանակը պատրաստած է 2000 տարի առաջ, որ ասեց՝ մի վախեցիր, քանզի ես աշխարհին հաղթեցի։ Տերը կապրի, եթե Տերը կապրի քո մեջ եւ կկառավարի քո կյանքդ, պարտության մասին վախենալու ոչ մի պատճառ չունես։ Աշխարհի մեծագույն պատերազմը մարմին եւ հոգի։ Մեկը կցանկա աշխարհիկը, մյուսը հոգին կցանկանա աստվածայինը եւ սրանք իրար հետ թշնամիններ են։ Այո։ Աշխարհի ամենամեծագույն որոշումը։ Սերներ, այս կյանքի մեջ մենք շատ որոշումներ ենք ընդունում, ասենք գնալ սովորելու որոշում, ամուսնանալու որոշում, մի տեղից այլ տեղ տեղափոխվելու որոշում, եւ որոշումները բազմաթիվ են։ Մեր կյանքը ամբողջությամբ որոշումներով է անցնում։ Սակայն այս ամեն որոշումները երկրավոր կյանքի համար են, որ մի օր պիտի վերջանան անցնեն։ Բայց մի որոշում կա, որ Աստված առաջարկում է, որ այդ որոշումը մենք ընդունենք, եւ սա աստվածային մի որոշում է։ Որոշումը հետեւյալն է, որ մենք հաշտվենք մեր ստեղծիչի եւ փրկչի հետ։ Մենք որպես Ադամի որդիներ մեղավոր լինելով Աստծո առջև թշնամի ենք։ Սակայն Աստված մեզ ասում է. ով մարդ, կյանքը եւ մահը քո առջև եմ դնում։ Կյանք ընտրի, որպեսի ապրես, եւ այդ կյանքը հավիտենական կյանքն է։ Աստված իր որդիով այդ կյանքը հոգաց մեզ համար։ Աստված իր որդուն զոհեց, որ մենք այդ կյանք ունենանք։ Եվ Աստված ասում է, որ դու ով մարդ արարած, վերստին ծնունդի պետքությունն ես։ Դու Քրիստոսի պետքությունն ես, որ քո կյանքի մեջ կա, եւ քո մեջ այդ վերստին ծնունդ ունենալով դու Աստծո որդի դառնաս։ Այս որոշումը եթե ընդունենք, մնացած բոլոր որոշումները, որքան էլ որ առաջնային դիտենք, մեզ համար երկրորդական կդառնան։ Որովհետեւ մենք ապահովված կլինենք մեր հավիտենականությունը։ Իսկ ինչպես Աստված բանաձև ասում է. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, որ քո մեղքերիդ համար մեռավ եւ հարություն առավ, եւ հանձնվի նրան, որպեսզի նա լինի քո սրտիդ մեջ Տեր եւ Թագավոր։ Փրկությունը պիտի ժառանգես ու հավիտենականությունը պիտի ունենաս վստահաբար։ Եվ Աստված ասեց, այսօր է փրկության օրը, հիմա է ընդունելու ժամանակը։ Եթե Աստծո խոսքը լսում ես, քո սիրտդ մի խստացրու, Աստված հոգիով քեզ պիտի այցելի։ Միայն իր առջև խոնարհի եւ փրկությունը պիտի ունենաս։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտին, մեզ մնում է ասել, որ Տերը բոլորիդ օրհնի մեծապես մինչև մյուս հանդիպում։ Ամեն։ Մանուկների համար է, բայց մեծերն էլ կարող են երգել։ Հանուն հոր եւ որդվո եւ հոգվին սրբո ամեն, Տեր Հիսուս կլսե մեր աղոթքները ամեն, հանուն հոր եւ որդվո եւ հոգվին սրբո ամեն, Տեր Հիսուս կհոգա մեր կարիքները ամեն։ Տես ցիտիկին հրճում ծլվելուն, ոչ վարեանում, ոչ սեր մեծանում, Աստված երկնքից նրան է նայում, պահում, պահպանում, գուդու ջուրանում, հանուն հոր եւ որդվո եւ հոգվին
սրբո ամեն Տեր Հիսուս կլսե մեր աղոթքները ամեն Հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն Տեր Հիսուս կհոգա մեր կարիքները ամեն